Կախասնկի օգտակար հատկությունների մասին կարելի է շատ խոսել, բայց ամենակարևորը, որ ինձ գրավեց, այն էր, որ կախասունկը շատ արագ արյան մեջ իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Եկեք մի համով աղցան պատրաստենք կախասնկով։ Դա անհավանական համեղ բաղադրատոմս, շատ հեշտ, արագ, քիչ բաղադրիչներով եմ կրկնում, աննկարագրելի համեղություն է։ Նախ եկեք բացենք կախասունկը, խանութից վերցրի, շատ լավ կախասունկ է, սիրելի բարեկամներ, մեզ պետք է փնջովել հենց օգտագործել այս կախասունկը։ Սիրելիներ, կախասունկը պատրաստ է, հիմա պետք է բաժանել խոշոր կտորների իր բնական, ահա այսպիսի բույլերի եմ բաժանում, տեսեք, շատ չեմ մանրացնում, և հենց այսպես էլ պետք է տապակել։ Հիմա իմ շատ սիրելի հետևորդներ, տաքացնում ենք թավան ու թավայի մեջ բավականին առատ բուսայուղ ենք լցնում, թող լավ տաքանա, որ տապակենք կախասունկը։ Բուսայուղը սկսեց տաքանալ, ահա այսպես, խոշոր կախասունկը առանց կտրատելու դնում եմ տապակվի։ Մի շերտով եմ դնում, սիրելի հետևորդներ, որպեսզի սունկը կարմրի։ Եթե ձեր սունկը շատ է լինում, անպայման 2-3 հերթով արեք, միայն թե որ այն կարմրելու տեղ ունենա։ Իրար վրա լցրեցիք, ջուր դուրս կտա ու չի կարմրի, կամ էլ երկար եք սպասելու։ Դեռ չեմ խառնում, որպեսզի սունկը լավ կարմրի ու ինտենսիվ ճպտում է։ Չխառնեք մինչև զգաք, հասկանաք, որ այն կարմրել է։ Այս ընթացքում ես պետք է մանր կտրատեմ մաղադանոսը, սա ազատ քեղ է, սիրելիներ, Վարդենիսից եմ բերել, չիլի պղպեղը և սխտորը պետք է շատ մանր կտրատել, կարմիրի փոխարեն կարող եք օգտագործել կանաչը։ Կանաչին պետք է շատ մանր կտրատել։ Կտրատում եմ նաև սխտորը, կանաչում, սիրելի բարեկամներ։ Եվ կրկին այսպես իրար հետ նույն ճակատագրին ենք արժանացնելու չիլի պղպեղը։ Տեսեք, ահա այսպես, որ գրեթե հյութը դուրս է տալիս։ Ժամանակն է շրջելու սունկը, սիրելի բարեկամներ, դուք միայն տեսեք ինչ հրաշ կարմրեցին մեր սնկերը։ Ահա այսպիսի վարդագույն համեղ սունկ ենք պատրաստում։ Երկու կողմից պետք է լավ կարմրի, որ մեր ուտեստը համեղ ստացվի։ Ասացի թե, որ սա իմ սիրած տարբերակն է։ Կա տարբերակ, որտեղ ես կախասունկը խաշում եմ, բայց այսպես էլ ավելի համեղ է։ Մինչ երկրորդ կողմով էլ է կարմրում սունկը, ես այստեղ կտրատում եմ չիլի պղպեղը։ Սերմերը չեմ հեռացնում, սերմերն էլ եմ հետը կտրատում։ Ու նորից խառնում կանաչու հետ։ Այնքան ենք անում, որ հեղուկ դուրս տա։ Սիրելիներ, հիմա սունկը հանում ենք տափակ ափսեի մեջ, որպեսզի հովանա, ահա այսպես, էլի բարակ շերտով ենք դնում,
Թող հովանա, մենք շարունակենք պատրաստել մեր մարինադը։ Հիմա սիրելիներ, այս համեղությունը լցնում ենք առանձին ավանի մեջ, ահա այսպես։ Ահա այսպես ավելացնում ենք։ Մեզ այս տախտակից պետք է մեկ էլ, որ կիտրոնը կտրենք։ Այսքան կիտրոն, մնացածը հեռացնենք։ Այսպես։ Ավելացնում եմ աղ, այս զանգվածին քիչ։ Քամում եմ կիտրոնահյութը, ոինչ ձիգ կիտրոն է։ Կարող եք քացախ ավելացնել։ Կորիզները հեռացնում ենք։ Ինչպես ասացի, կիտրոնի փոխարեն կարող եք օգտագործել քացախ։ Այսպես պետք է ափը պահել տակը, որպեսզի կորիզները չփախչեն։ Վերջ։ Եվ մի քիչ սև պղպեղ ենք ավելացնում, սիրելի բարեկամներ, կարող եք թարմը աղալ ուղղակի։ Սկսում ենք խառնել այնպես, ինչպես ենք դանակով շատ մանր կտրատում, որ հյութ դուրս տար։ Այսպես էլ խառնելիս սեղմելով ենք խառնում։ Այսպես, որպեսզի կանաչին աղի օգնությամբ եւ պղպեղն ու սխտորը իրենց հյութը արձակեն։ Պետք է սա մի փոքր հյութալի զանգված լինի։ Պես անուշ բուրմունք է գալիս, սիրելի բարեկամներ, արդեն իսկ ախորժելի է։ Եթե մի 3 րոպե թողնենք, այստեղ հյութը ավելի շատ կլինի, բայց քանի որ չենք համբերում, բերում ենք սունկը։ Հա, այստեղ կարելի է նաև մի քիչ էլ բուսայուղ ավելացնել, բայց քանի որ սունկը բավականին առատ հյութ է դուրս գցել, տեսեք, ես շատ բուսայուղով տապակեցի, ու քանի որ շատ չենք ուզում յուղոտ լինի, դրա համար այս զանգվածը պարզապես այսպես լցնում ենք սնկի վրա ու թողնում ենք մի քիչ հանգստանա։ Ահա այսպես։ Ես ուղղակի ուզում եմ, տեսեք, նախ հյութը, արդեն իսկ հյութը սկսեց դուրս գցել, բանջարեղենը, կանաչին, սխտորը, ու խառնվելով սնկի հետ մի անմահական բան է ստացվում։ Հասարակ բաղադրիչներից, սիրելիներ, ուղղակի շեդևր, խոհարարական շեդևր։ Շատ չգովեմ, պատրաստեք հենց այսպես, դժվար չէ, ու փորձեք։ Կգաք ու ինձ լավ կոմենտներ կգրեք, որովհետև ձեզ շատ է դուր գալու, վստահ եմ։ Թողնում ենք հանգստանա, համաձայնեք, որ նաև գեղեցիկ է, սիրելի բարեկամներ։ Տեսեք ինչքան ախորժելի տեսք ունի։ Այս մասը մի քիչ ուղղենք, ոչ էլ շատ եղավ։ Ես ճիշտն ասած միշտ աչքաչափով եմ սարքում կանաչու պահը, բայց եթե ուզենաք, ես ձեզ համար կգրեմ նաև բաղադրաչափեր։ Անհավանական համեղ է, շատ համեղ է։ Շատ համեղ է, անչափ շատ եմ սիրում։ Դե ինչ սիրելի հետևորդներ, թույլ տվեք այսօր էլ այսքանով եզրափակվել։ Եթե ձեզ դուր եկավ բաղադրատոմսը, ապա անպայման լայքեք, ու եթե դեռ բաժանորդագրված չեք ալիքիս, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակի վրա, որպեսզի իմ նոր ու համեղ բաղադրատոմսերի մասին ծանոթություններ ստանաք։ Չմոռանաք հետևել ինձ Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում ու Telegram-ում։ Իմ բոլոր հասցեները այստեղ են, այս տեսանյութի տակ։ Անհամբեր սպասում եմ ձեր ջերմ մեկնաբանություններին։ Սիրով, Միլա։